Եկեք այսօր միասին պատրաստենք կուլիչ ոչ ավանդական տարբերակով։ Շատ փափուկ, նուրբ, բերանում հաճող խմոր է ստացվում։ Խմորի հիմքը կատնաշոռն է, որի շնորհիվ էլ ստացվում է շատ համեղ եւ տարբերվող կուլիչ։ Շատ արագ եւ հեշտ է պատրաստելը։ Կատնաշոռի վրա ավելացնում ենք սենյակային ջերմաստիճանի փափուկ կարագը։ Բլենդում ենք այնքան, մինչև ստացվի միատարր զանգված, որպեսզի կատնաշոռի գնդիկները չզգացվեն։ Իսկ եթե չունեք բլենդեր, կարող եք կատնաշոռը անցկացնել մաղի միջոցով, որից հետո նոր ավելացնել կարագը եւ միասին լավ տրորել։ Ահա պետք է ստացվի այսպիսի միատարր զանգված։ Դնում ենք մի կողմ եւ պատրաստում ենք մնացած բաղադրիչները։ Ձվի վրա ավելացնում ենք շաքարավազը, աղը եւ վանիլինը։ Հարում ենք այնքան, մինչև ստացվի փրփրուն զանգված։ Անհրաժեշտ բաղադրիչներն ու քանակը գրված կլինի էկրանի վրա, ինչպես նաեւ կլինի նկարագրության բաժնում։ Ահա պետք է ստանանք այսպիսի փրփրուն եւ կրկնակի ծավալ։ Վրան ավելացնում ենք կատնաշոռային մասան, ես նաև ավելացրել եմ կոնյակ։ Կարող եք ավելացնել նաև նարնջի կամ կիտրոնի կեղևի քերուկը։ Արեք այնպես, ինչպես հարմար է ձեզ։ Այս խմորը այնքան համեղ ու լավ է ստացվում, որ կարող եք պատրաստել երբ ցանկանաք։ Պարտադիր չէ, որ պատրաստվի միայն զատկի տոնին։ Ավելացնում ենք նաև փխրեցուցիչը եւ ալյուրը։ Ալյուրը միանգամից չենք ավելացնում, այլ քիչ-քիչ, քանի որ կարող է միանգամից ավելացնելու դեպքում շատ ստացվել եւ խմորը պինդ լինի։ Ալյուրի կեսը ավելացնելուց հետո ավելացնում ենք նաև չամիչը։ Կարող եք նաև չրերի տեսականի ավելացնել։ Արեք այնպես, ինչպես հարմար է ձեզ։ Ավելացնում ենք նաև մնացած ալյուրը։ Պետք է ստանանք բիսկվիտից մի փոքր պինդ խմոր։ Պետք է ստացվի այսպես քթալից հազիվ պոկվող փափուկ խմոր։ Ես պատրաստելու եմ նման ֆորմայի մեջ, դուք կարող եք պատրաստել կուլիչի համար նախատեսված ֆորմաների մեջ։ Անպայման յուղապատում ենք, որից հետո ավելացնում ենք խմորը։ Ֆորմայի տրամագիծը 20-ից 22 սանտիմետր է։ Խմորը լցնելուց հավասարաչափ տարածում ենք, որպեսզի երեսը հարթ լինի։ Թափահարում ենք, տեղափոխում ենք նախապես տաքացված ջեռոց, թխելու ենք 160 աստիճան տակ մոտավորապես 50 րոպե։ Ահա արդեն մեր գեղեցիկ ու համեղ բիսկվիտը պատրաստ է։ Տեսեք, թե ինչքան լավ է ստացվել։ Շրջում ենք եւ հանում ենք սիլիկոնե ֆորման, շատ հեշտ դուրս է գալիս խմորը միջից։ Տեսեք, թե ինչքան լավ է պահպանվել։ Այս ֆորմայով շատ գեղեցիկ է ստացվում։ Այդ պատճառով էլ չեմ ջնարակապատելու, թողնելու եմ հենց այսպես մնա։ Իր ջնարակի բաղադրատոմսը կթողնեմ նկարագրության բաժնում, կարող եք դիտել։ Եթե պատրաստելու եք առօրյա ուտելու համար, կարիք չկա ջնարակապատելու, կարող եք միայն շաքարի փոշի ցանել եւ վայելել։ Ինձ մոտ խմորը մի փոքր ավելացել է եւ ես պատրաստել եմ նաեւ կեքսեր։ Շատ համեղ ու լավ է ստացվում, կարող եք դուք էլ պատրաստել։ Տեսեք, թե ինչքան բարձր, փափուկ ու նուրբ է ստացվել։ Իմ ալիքում կան նաև ավանդական կուլիչի, բաղարջի մի քանի բաղադրատոմս, որոնց հողումը նույնպես կթողնեմ նկարագրության բաժնում։ Դե ինչ, հուսով եմ հավանեցիք այսօրվա իմ պատրաստած համեղ եւ տարբերվող բաղադրատոմսը։ Դուք էլ պատրաստեք եւ գրեք ձեր կարծիքը մեկնաբանության բաժնում։ Կարող եք գրել նաև ձեր տարբերակը պատրաստման։ Ես մեծ սիրով կպատրաստեմ նաև այդ տարբերակները։ Տեսեք, թե ինչքան բարձր, փափուկ, ծակոտկեն ու լավ է ստացվել։ Այսօր էլ այսպիսի քաղցր եւ համեղ բաղադրատոմս էի պատրաստել ձեզ համար։ Առայժմ կհանդիպենք հաջորդ տեսանյութում։